Ուզում եմ մեկ անգամ եւս բոլորին ողջունել արդեն եւ ամեն անգամ չեմ դադարում փառք տալու Աստծուն, որ միասին ենք իրար հետ ու առիթ ունենք միասնաբար Աստծո խոսքը սերտելու եւ ոչ միայն Աստծո խոսքը, այլ Աստծո ուղիղ խոսքը, որովհետեւ գիտենք, որ ավետարանները մեզ համար ամենաբարձր դիրքում են եւ ահա թե ինչու ամեն անգամ երբ որ պատարագի ենք գալիս, ասում ենք պրոսխում է ասե Աստված եւ սկսում ենք ավետարանի ընթերցանությունը։ Ուրեմն Աստված այսօր էլ մեզ խոսելիք ունի, այսօր էլ մեզ պատգամ ունի փոխանցելու եւ ինչն է լավը Սուրբ Գրքի սերտողության, որ այստեղից կամ այնտեղից չէ։ Մենք փորձել ենք մի ամբողջ շղթա, ամբողջ Մարկոսի ավետարան սկզբից մինչև վերջ Աստծո կամոք մեր բոլորի աղոթքներով նաեւ իր ավարտին հասել ենք 3-րդ գլխին, 3-րդ գլխի առաջի բաժինն ենք այսօր սերտելու 1-ից 19 համարները։ Եվ ինչպես ամեն անգամ անում ենք, նախ փորձենք մեկ հատ վերհիշել նախորդը, 2-րդ գլխի վերջավորությունը, որ նաև հիմա ու հետո արդեն կանցնենք 3-րդ գլխի առաջի բաժնին։ Նախորդ գլուխը հետևյալն էր, որ սերտեցինք, ասում է Հովհաննեսի աշակերտները եւ փարիսեցիները ծոմ էին պահում, եկան եւ նրան ասացին. «Ինչու Հովհաննեսի աշակերտները եւ փարիսեցիները ծոմ են պահում, իսկ քո աշակերտները չեն պահում»։ Եվ Հիսուս նրանց ասաց. «Միթե կարելի է, որ հարսնանքավորները ծոմ պահեն, երբ փեսան նրանց հետ է։ Այնքան ժամանակ, որ փեսան իրենց հետ է, պետք չէ, որ ծոմ պահեն։ Բայց կգան օրեր, երբ փեսան նրանցից կվերցվի, եւ ապա այն օրը նրանք էլ ծոմ կպահեն։ Նոր չօգտագործված կտավի կտորը ոչ ոք հնացած գեստի վրա չի կարկատի, ապա թե ոչ նոր կտորը ամբողջությամբ հին զգեստից կփոկվի եւ պատրված ավելի վատ կլինի։ Եվ ոչ ոք հին տիկերի մեջ նոր գինի չի լցնի, ապա թե ոչ նոր գինին կպայթեցնի տիկերը, գինին կթափվի եւ տիկերը կփչանան, այլ նոր գինին նոր տիկերի մեջ պիտի լցվի։ Մի շաբաթ օրով նա անցնում էր ցորենի արտերի միջով եւ նրա աշակերտները գնալով ժամանակ սկսեցին հասկ պոկել եւ ուտել։ Եվ փարիսեցիները նրան ասացին. «Տես, քո աշակերտները շաբաթ օրով ինչ են անում, մի բան, որ օրինավոր չէ»։ Հիսուս նրանց ասաց. «Դուք երբևիցե չեք կարդացել, թե ինչ արեց Դավիթ, երբ կարիք ունեցավ եւ քաղց զգաց, ինքը եւ նրանք, որ իր հետ էին, թե ինչպես Աբիաթար քահանայապետի օրով մտավ Աստծո տունը եւ կերավ առաջավորության հացը, տալով նաեւ նրանց, որ իր հետ էին, մի բան, որ բացի քահանաներից ուրիշների համար օրինավոր չէր ուտել։ Եվ ասաց նրանց. շաբաթ օրը մարդու համար է, ոչ թե մարդը շաբաթ օրվա համար։ Ապա ուրեմն մարդու որդին տերն է եւ շաբաթ օրվա»։ Եվ այսօրվա թեման է, որ փորձելու ենք սերտել միասնաբար։ Եվ նա նորից ժողովարան մտավ, այնտեղ կար մի մարդ, որի ձեռքը չորացած էր, եւ նրան ուշադրությամբ դիտում էին, տեսնելու թե շաբաթ օրով նա կբժշկի, որպեսզի ամբաստ անեն նրան։ Եվ Հիսուս ասաց այն մարդուն, որի ձեռքը չորացած էր. «Վեր կաց, մեջտեղ արի»։ Ապա ասաց նրանց. «Շաբաթ օրով ինչ բան է օրինավոր անել, բարի գործ գործել, թե չարիք անել, մի հոգի ազատել, թե կորստյան մատնել»։ Եվ նրանք լռեցին։ Եվ Հիսուս ցասումով լցված նայեց նրանց եւ տրտմելով նրանց սրտի կուրության համար ասաց մարդուն. «Երկարիր ձեռքդ»։ Եվ նա երկարեց ու նրա ձեռքը առողջացավ։ Փարիսեցիները հերովդեսականների հետ իսկույն դուրս ելան եւ խորհուրդ էին անում նրա դեմ, թե ինչպես նրան կորստյան մատնեն։ Իսկ Հիսուս իր աշակերտների հետ միասին գնաց ծովեզերք։ Եվ Գալիլեայից բազում ժողովուրդ էր գնում նրա հետևից, նաեւ Հրեաստանից, Երուսաղեմից, Հորդանի մյուս կողմից, ինչպես նաեւ Տիրոսի եւ Սիդոնի շրջակայքից բազում ժողովուրդ, երբ լսում էր, թե նա ինչքան բան է անում, գալիս էին նրա մոտ։ Եվ նա իր աշակերտներին ասաց, որ իր համար մի նավակ պատրաստ լինի ամբոխի պատճառով, որպեսզի իրեն չնեղեն, քանի որ շատերին բժշկեց, ուստի ամեն տեսակ հիվանդություններ ունեցող մարդիկ գալիս էին խռնվում նրա շուրջը, որպեսզի դիպչեն նրան։ Եվ պիղծ ոգիները, երբ տեսնում էին նրան, ընկնում էին նրա առաջ, աղաղակում էին եւ ասում. «Դու Աստծո որդին ես»։ Իսկ նա խստիվ պատվիրում էր նրանց, որ իր ինքնությունը չհայտնեն։ Հիսուս լեռը բարձրացավ եւ իր մոտ կանչեց նրանց, որոնց ինքը կամեցավ, եւ նրանք գնացին նրա մոտ։ Նա նշանակեց 12-ին, որ իր շուրջը լինեն եւ նրանց քարոզելու ուղարկի ու նրանք իշխանություն ունենան ցավեր բուժելու եւ դևեր հանելու։ Եվ Սիմոնի անունը Պետրոս դրեց, եւ Զեբեդեոսի որդի Հակոբոսի ու նրա եղբոր Հովհաննեսի անունները դրեց Բաներեգես, որ նշանակում է որոտման որդիներ։ Նաև Անդրեասին եւ Փիլիպոսին եւ Բարդողեմեոսին եւ Մաքսավոր Մաթեոսին եւ Թովմասին եւ Ալփեոսի որդի Հակոբոսին եւ Թադեոսին եւ Սիմոն Կանանացուն եւ Հուդա Իսկարիովտացուն, որը եւ նրան մատնեց։
Ուրեմն այս հրաշալի համարն է, որը այսօր միասնաբար պիտի փորձենք սերտել, մինչ այդ մեծրոք միայն խնդրեմ չարջերը մոռացել եմ միացնենք կամպյուտերից, որ չանջատվի։ Եթե նկատեցիք Մարկոսի ավետարանում հրաշալի շղթա կա ու արդեն սա 3-րդ գլուխն է ու իմ խնդրանքը սկսելուց առաջ հետևյալն է։ Շատ ժամանակ մեզանից չի պահանջելու։ Շաբաթվա ընթացքում, եթե մեր նախորդ անցած գլուխները ուղղակի մեկ հատ կարդանք, առաջի 3 գլուխն ենք դեռ նոր բանանում, կտեսնենք, թե ինչքանով ավելի կամրապնդվի մեր մեջ։ Ուրեմն խնդրանքս այն է, որ միայն Սուրբ Գրքի սերտողության այսօրով չբավարարվենք, այլ երբ որ շաբաթա ընթացքում տանն ենք լինում, մի օր վերցնենք, թերթատենք առաջի, 2-րդ, 3-րդ գլուխները եւ փորձենք վերհիշել այն, ինչ որ մենք ունենք, ու կտեսնենք, որ շատ ավելի խորքային կլինի։ Մինչ այդ նաեւ սեղանի վրա այստեղ ես դրել էի ուրեմն այդ 10 կետերը, Սուրբ Գիրքը սերտելու 10 կետերը, որոնք շատ կարևոր են Աստվածաշունչը ճիշտ հասկանալու համար, նրանք ովքեր ուզում են ունենալ այս 10 կետերը, դրել եմ դաշնամուրի վրա, որ կարող եք վերցնել։ Նաև սկզբից ասեմ, որ այստեղ նաև տետրս եմ դրել այն անձինք, որ առաջի անգամ են այստեղ եւ ուզում են նաև ինձանից email ստանալ նյութերի համար, խնդրում եմ ձեր անունը եւ email-ը տետրի մեջ գրեք, այդտեղ բաց է, որպեսզի նաև ստանաք։ Սա ուրեմն առաջի ծանուցումն էր։ Իսկ հիմա անցնենք նյութին, որը ինչպես մեր ընդհանրապես 2000 տարի Քրիստոսի հիմնած առաքելական եկեղեցին, ոչ միայն այլ ընդհանրապես առաքելական եկեղեցիները սերտել են նախադասություն առ նախադասություն, միտք առ միտք եւ փորձել են հասկանալ, թե ինչ է Աստծո խոսքը։ Առաջին նախադասությունը հետեւյալն է. եւ նա նորից ժողովարան մտավ, այնտեղ կար մի մարդ, որի ձեռքը չորացած էր։ Եթե կհիշեք, ժողովարանը սինագոգն է այսօրվա, նույն հենց սինագոգ բառն է հունարենում օգտագործվում, որ հայերենում մենք թարգմանել ենք ժողովարան, եւ եթե ուշադրություն դարձրեցիք, նախորդ մի քանի անգամ ես ասացի, որ ավետարանները մեկը մյուսին լրացում են, եւ ես այլ գույներով եմ նշում, որպեսզի մենք տեսնենք տարբերությունները կամ լրացումները, որ անում են, դե օրինակ Ղուկասի ավետարանում ասում են նրա աջ ձեռքն էր չորացած, իսկ հետո արդեն այլաբանական իմաստի ժամանակ փորձենք հասկանալ, թե ինչ է նշանակում նաև աջ ձեռքի չորացած լինելը։ Եվ հետաքրքիր է, կարծես թե Մարկոս այս առաջի 3 գլուխների ժամանակ շաբաթից շաբաթ անցնում։ Եթե կհիշեք, նախորդը հիմա որ կարդացի, արտի միջով էին անցնում եւ էլի շաբաթօր էր։ Եվ դրանից հետո հիմա անցնում ենք այս 3-րդ գլխին ու նորից շաբաթօր է, ու այս շաբաթօրը արդեն փաստորեն դուրս է գալիս երևի թե հաջորդ շաբաթն է կամ հաջորդական շաբաթներն են, որ ինքը եկել է նորից ժողովարան, ինչ որ մենք տեսանք առաջի գլխում, նորից սինագոգ շաբաթօրով էր եկել, եւ այնտեղ եթե կար հիվանդ, հիմա էլ այստեղ կա գոսացած մեկը, որի ձեռքը այս պահին չորացած է, եւ այս շատ կարեւոր մի հանգամանք է, որը մենք պիտի փորձենք միասնաբար հասկանալ։ Իսկ ինչու է այս միտքը կարևոր, որովհետեւ փաստորեն այստեղ փորձեցի նկար դնել մեկնա, որի ձեռքը չորացածը կարծես թե կա, բայց օգտագործելու համար իմաստ չունի, չի կարողանում, օգուտ չունի։ Եվ ընդհանրապես, եթե կհիշեք, այս 10 կետերի մեջ նշել են, որ ավետարանի 2 հիմնական ընկալում կա, մեկ ուղիղ, որ հասկանում ենք, որտեղ ինչ որ կատարվեց 2000 տարի առաջ իրականություն էր, հեքիաթ չէր։ Բայց եթե միայն նյութին ենք նայում, ուրեմն այդ 2000 տարի կատարվածը հենց այնտեղ էլ կմնա։ Այլաբանությունը կարևոր է, որտեղ մենք պիտի հասկանանք, թե այստեղ այս չորացած ձեռքով մարդը ինչ առնչություն ունի այսօր իմ մեզանից յուրաքանչյուրի հետ եւ իրենից մեկ ինչ կարող ենք քաղել, վերցնել իբրև դաս, իբրև օրինակ։ Եվ շարունակությունն է, որ ասում եմ, եւ նրան ուշադրությամբ դիտում էին տեսնելու, թե շաբաթ օրով նրան կբժշկի, որպեսզի ամբաստանեն նրան, այսինքն Քրիստոսին։ Հետաքրքիր մի բան է, քանի որ արդեն փորձառություն ունենք, քանի որ առաջի գլխում տեսանք, թե ինչպես դիվահարին բժշկեց Քրիստոս նույն շաբաթ օրը նույն սինագոգում, արդեն այստեղ հավաքվել են մարդիկ, ովքեր չեն եկել մարդուն օգուտ տալու համար կամ խեղճ մտանքով նայելու, թե այս մարդը տես ձեռքը չորացած է, դժվարության մեջ է, այլ եկել են ուղղակի Քրիստոսի մեջ սխալ եւ մեղք փնտրելու։ Եվ սա շատ հետաքրքիր է, որովհետև այսօր մեր հասարակության մեջ ու թերևս նաև մենք շատ հաճախ գնում ենք ինչ-որ միտեղ, որպեսզի սխալներ կամ թերություններ փնտրենք, քան թե գնում ենք ինչ-որ մարդկանց օգուտ տալու կամ մարդկային մեր նկարագիրը ցույց տալու համար։ Եվ հենց այստեղ է արդեն իսկ խնդիրը,
որ փարիսեցիները սինագոգում են, որտեղ Աստծո խոսք է սերտվում, ոնց որ հիմա այստեղ կարող է լինի կամ եկեղեցում, բայց իրենց հոգին ու միտքը Աստծո խոսքի մեջ չի, մարդուն սիրելու մեջ չի, այլ դիմացինի մեջ սխալ փնտրելու մեջ է։ Եվ փորձում են տեսնել, հա լավ պահ է, շաբաթ օր է, ու այս մարդը այստեղ է, տեսնես կբժշկի, որ սխալ փնտրենք իր մեջ, թե չի բժշկի։ Եվ հետաքրքրորեն Քրիստոս մանավանդ Մարկոսի ավետարանում տեսնում ենք, որ հատուկ շաբաթ օրերն է ընտրում այս հրաշքները կատարելու կամ այս բժշկությունները կատարելու, եւ թերևս մեկը հարցնի ինչու։ Լավ, կարող էր ուրբաթ օր անել, երկուշաբթի օր անել, որևէ այլ օր անել, բայց ինքը հատուկ շաբաթ օրն է փնտրում, որպեսզի շաբաթ օրը այս բժշկությունները անի։ Եվ հետաքրքիր է, հայրերը մի քանի իմաստ են տալիս սրան։ Նախ առաջինը, ինչպես որ նախորդ նախադասությունը ավարտվեց, նախորդ դասի, որպեսզի ցույց տա, որ ինքը շաբաթվա տերն է։ Իսկ սա նշանակում է, որ Քրիստոս Աստված է, որովհետև շաբաթը սահմանողը Աստված ինքն էր, եւ շաբաթվա տերը չի կարող մարդ լինել, միայն Աստված կարող է լինել։ Երկրորդը, որ օգնի, որպեսզի մարդը ձերբազատվի օրենքի տառին հետևելուց կամ երկրպագելուց։ Մենք հաճախ այդ օրենքի տառից չենք ուզում շեղվել, ինչպես որ տեսնում ենք արեցին օրազգետներն ու փարիսեցիները, իսկ Քրիստոս եկավ մեզ ազատելու, ասելու, որ օրենքի տառին պետք չի կուրորեն հետևել։ Ու դրա համար եթե կհիշեք մի քանի անգամ այս միտքը Քրիստոս ասաց, որ Մատթեոսի ավետարանի մեջ էր, մեզ անընդհատ հիշեցնելով ողորմություն եմ ուզում, ոչ թե զոհ։ Այսինքն փորձեք ոչ թե կանոնականացված ապրել, այլ ձեր հոգով ու սրտով ապրել։ Միգուցե բաներ կլինեն, որ թերևս կանոնով ճիշտ չի լինի, բայց խղճով ճիշտ կլինի, ու դրա համար էր ասում, հիշեցնելով Մարգարեի խոսքը Ովսե 6:6, որ Աստված սա է փնտրում նախ եւ առաջ խիղճը, ողորմություն ու հետո նոր կարգ ու կանոնը։ Եվ երրորդը ինչու էր ինքը շաբաթ օր անում, որպեսզի բոլորիս ցույց տա, որ շաբաթը անցել է կամ անցնում է։ Ու դրա համար նախորդ նյութը, որ ես ընթերցեցի, հենց սրա մասին էր, չէ, նոր ու հին տիկեր, նոր ու հին կտավ, եւ դիտավորյալ Քրիստոս մի քանի անգամ շաբաթվա վրա է իր բժշկությունները կատարում, որպեսզի մեզ բոլորիս ուսուցանի, որ քրիստոնյա մարդ, հայ քրիստոնյա մարդ, մի կենտրոնացիր այլևս շաբաթի վրա, շաբաթը անցել է, շաբաթը հին տիկն էր, որի մեջ եթե նոր գինին լցնեմ կպատրվի։ Ինչու եմ սա ասում, որովհետև մենակ մենք մեր մոտ այստեղ մեզանում ունենք շաբաթապահներ, որոնք անգլերեն կոչվում են ադվենտիստներ, եւ բավական հայեր ունենք, որոնք շաբաթապահ են ու նորից կենտրոնացել են հին ուխտի շաբաթի վրա, մինչ այդ Քրիստոս մեզ բոլորիս ուսուցանում էր, որ շաբաթը անցավ եւ այս 3 կետն էր տալիս, նախ որ ինքն է Տերը շաբաթվա, երկրորդ որ օրենքի տառին մի կարճած մնացեք եւ երրորդ որ ես նոր ուխտ եմ բերում այլևս, որը արդեն ինքնին ավելի կարեւոր է, քան հին ուխտը։ Եվ սրա մասին էր, որ նաեւ փորձեցինք խոսել։ Շարունակությունը հետևյալն է տեքստի ասում, եւ Հիսուս ասաց այն մարդուն, որի ձեռքը չորացած էր. «Վեր կաց, մեջտեղ արի»։ Այստեղ Սուրբ Հովհան Ոսկեբերյանն է շատ գեղեցիկ մի վերլուծում անում 5-րդ դարի, 4-5-րդ դարի մեր մեծ Սուրբը, ասելով, որ Աստված հրահանգում է, բայց մարդ պիտի կատարի։ Ուրեմն միայն հույսներս Աստծո վրա ասում է չդնենք եւ նստենք, ոչ էլ միայն մեր վրա հույսներս դնենք եւ այնպես ապրենք, որ կարծես Աստված չկա, այլ համատեղենք այս երկուսը։ Ու իրապես այս երկուսն էլ ես մեր շրջապատում շատ եմ տեսնում, երբեմն նաեւ իմ մեջ եմ տեսնում, երբ որ ինչ է լինում, հանկարծ մենք ամեն ինչ թողած այսպիսի անեկդոտներ էլ կան, չէ, որ նորից հայրը իրենց հույսը դրել են Աստծո վրա, որը որ ու կարծում ենք, թե սա շատ քրիստոնեական է, որ դե հույսներս դրել ենք Աստծո վրա, միայն Աստծո վրա հույս դնել չի, այլապես ամեն ինչ Աստված կաներ, էլ մեզ ինչի ստեղծեց։ Եվ դրա ծայրահեղությունն էլ կա, մյուս ծայրահեղությունը, այնպես ենք ապրում, որ Աստված չկա, ամեն ինչ մեզանով է, մենք ենք, այս մեր շնորհները, ամեն ինչ մենք ենք, ու մենք դառնում ենք մեր Աստված։ Ու այստեղ մեծ սրբերը մեզ օգնում են հասկանալ, որ երկու ծայրահեղություններից պիտի խուսափենք։ Նախ այո Աստված կա ու Աստված տերն է, բայց քո գործերը մի թող Աստծո վրա, դու ինքդ պիտի կատարես։ Եվ երկրորդը, մի կարծի, որ ամեն ինչ դու ես անում, ու այստեղ հետաքրքրորեն Օգոստինոս Երանելին 5-րդ դարի մեծ հայրերից մեկը այս միտքն էր ասում, որ հաճախ եմ ինձ հիշեցնում, ասում էր. աղոթիր այն վստահությամբ, որ ամեն ինչ Աստծուց է կախված, բայց աշխատիր այնպես, որ կարծես ամեն ինչ քեզնից է կախված։
ուրեմն իրապես սրտով աղոթքը Աստծուց պաղատանքը խնդրելը, որ Աստված առաջնորդի ուղղորդի եւ հաջողության հասցնի, սա անկասկած առաջինն է, բայց նաեւ աշխատանքն է պետք տանել ու այնպես աշխատել, որ ամեն ինչ կարծես թե քեզնից է կախված։ Ու եթե այս երկուսը մենք փորձենք մեր կյանքում կիրառել եւ աներկբա վստահություն Աստծուն եւ նաեւ անդադար աշխատանք, այս ժամանակ է, որ մենք հասնելու ենք տեղ։ Ու հենց այստեղ է, որ փաստորեն մեջտեղ է բերում այս մարդուն Քրիստոս, ժողովարանի կամ սինագոգի մեջտեղը եւ ասում է՝ արի մեջտեղ, արի այստեղ ինձ մոտ։ Եվ հետաքրքիր է, որ շարունակությունը գնալով ավելի հետաքրքիր է դառնում, ասում է, ապա ասաց նրան. շաբաթ օրով ինչ բան է օրինավոր անել, բարի գործ գործել, թե չարիք անել, մի հոգի ազատել, թե կորստյան մատնել։ Փաստորեն ինչ դուրս եկավ, ծուղակ էր։ Այստեղ trap էր անգլերենով ասած, որ Քրիստոսի համար էր պատրաստված, եւ Քրիստոս միանգամից հասկացավ այդ trap-ը ու կարող էր մեջը չընկնել, բայց արի ու տես որոշեց այդ ծուղակի ճակերտավոր մեջ ընկնել, որպեսզի մեզ դաս տա։ Այստեղ նաեւ մեզ օգնում է Մատթեոսը, որովհետեւ որոշ մանրամասնություններ է տալիս, որ Մարկոսը չի տալիս։ Տեսեք, Մատթեոս 12-ը, որ այս դրվագի հենց մասին է խոսում, հետեւյալն է ասում է Հիսուս այստեղից մեկնելով եկավ նրանց ժողովարանը, այնտեղ կար մի մարդ, որի ձեռքը գոսացած էր, այսինքն չորացած էր, Հիսուսին հարցրին ու ասացին. շաբաթ օրը թույլատրելի է բժշկել, որպեսզի նրան անվաստանեն։ Եվ նա ասաց նրանց. ով է ձեզնից այն մարդը, որ մի ոչխար ունենա, եւ դա շաբաթ օրն եկնի փոսի մեջ միթե չի բռնի ու վեր հանի այն։ Իսկ արդ մարդը ոչխարից որքան եւս առավել է, ապա ուրեմն պետք է շաբաթ օրը բարիք գործել։ Եվ հենց այստեղ է գալիս այս պարագան, որ Մատթեոսի մեջ մենք տեսնում ենք, որ Քրիստոս իրանց փարիսեցիությունն է ցույց տալի, այսինքն կեղծավորությունը, ասելով նույնիսկ եթե ձեր կենթանին ոչխարը փոսի մեջ հանգնում, շաբաթ օրով գնում հանում եք։ Իսկ այս դեպքում ունենք մի մարդ, որը որ տարիներ շարունակ հիվանդ է, եւ փոխանակ այս մարդու մասին դուք ավելի մարդկային վերաբերմունք ցուցաբերեք, դուք փորձում եք իմ մեջ խնդիր փնտրել։ Եվ այս հարցադրումը նաև շատ կարևոր է։ Մարդու գիտակցությանն է Քրիստոս տալիս։ Ընդհանրապես Աստված միշտ նաև հարցերով է մեզ խոսում։ Եվ այդ հարցերը, երբ որ Քրիստոս տալիս, ուզում է, որ մենք այս հարցերին պատասխանենք։ Կհիշեք նույն փարիսեցիներին, նույն օրենսգետներին, ամեն ձև ինքը հարցով էր դիմում։ Եվ այստեղ այս հարցադրումը գիտակցության է բերում մարդուն, ասելով. շաբաթ օրով ինչ բան է օրինավոր անել, բարի գործ գործել, թե չարիք անել, մի հոգի ազատել, թե կորստյան մատնել։ Այստեղ շատ հետաքրքիր մի միտք կա, որ մեզանից շատերը փաստորեն այս հարցադրումը չեն ուզում լսեն ու չենք ուզում պատասխանել։ Մինչ այդ այս հարցադրումները շատ կարևոր են։ Ու շատերը, երբ որ Քրիստոսի այս հարցադրումներին չեն ուզում պատասխանել, սխալ ընթացքի մեջ են գնում։ Աստված երբ որ հարց է տալիս, Աստված այդ հարցի պատասխանն է մեզանից ակնկալում։ Ու եթե մենք այդ հարցի պատասխանը չունենք, ուրեմն սրանով մենք չենք պրծնելու Աստծո դատաստանից։ Հարցին պատասխան տանք։ Աստված բազում հարցեր է մեզ տալիս մեր կյանքում։ Արդյոք մենք այդ հարցերին պատասխանում ենք այնպես, ինչպես որ ինքն է ուզում։ Եվ հենց այստեղ է, որ հարցադրումը շատ կարևոր է ու հարցի պատասխանը չլինի։ Բայց այստեղ ոմանք նաև հարց տվեցին, լավ, շաբաթ օրով ասում է ինչ բան է օրինավոր անել, բարի գործ գործել, թե չարիք անել, մի հոգի ազատել, թե կորստյան մատնել։ Բարի գործը հասկացանք, բայց չարիք անելը կամ կորստյան մատնել այս կոնտեքստի մեջ ինչ տեղ ունի, պիտի տեսնենք, որ տեղ ունի։ Եվ այստեղ հայրերը հետաքրքրորեն այս միտքն են բերում, որ ընդհանրապես հին ընկալման մեջ հրեաները շաբաթ օրը նույնիսկ երբ որ մարդիկ գալիս էին իրանց դեմ պատերազմելու, չէին կռվում։ Ասելով, որ մենք իրավունք չունենք ու կոտորվում էին։ Ու բնականաբար դա սա փոխվել է, որտեղ հենց մի քանի օր առաջ էր, չէ, պատերազմը Իսրայելի ու բնականաբար իրենք շաբաթ օրն էին պատերազմում։ Եվ ինչու փոխվեց այս մոտեցումը, մենք կարդում ենք Մակաբայեցիս գրքի մեջ, որ ցավոք սրտի բողոքականյան հրատարակությունները դուրս են հանել, բայց փառք Աստծո մեր հրատարակությունները կան, Քախ ջան, մայքրոֆոնները գրադարանում կա, խնդրում եմ բերեք այստեղ միացնեք, Մեսրոպին ասա։ Եվ հետևյալն էր, առաջին Մակաբայեցիս 2-ի մեջ այս միտքը կա. հավաքվեցին, պայմանավորվեցին, իրար հետ խորհուրդ արեցին ու ասացին. ով էլ շաբաթ օրը գա մեր դեմ պատերազմելու, համարձակ մարդը չենք եւ ոչ թե ամենքս էլ առհասարակ մեռնենք,
ինչպես մեռան անապատում ապրող մեր եղբայրները։ Ուրեմն նաև այստեղ հենց շաբաթվա ընթացքում մահվան գաղափարը կար, բայց Քրիստոս այս միտքն է ասում. եթե դուք շաբաթ օրը պատրաստ եք մարդ սպանել, եւ դա նորմալ է ձեր համար, ինչու պատրաստ չեք մարդ փրկել։ Եվ այս հարցադրումը մեզ է ուղղված։ Եթե մենք շատ հաճախ Աստծո օրը, Կիրակի օրը պատրաստ ենք մեկին վիրավորել, անարգել, անել շատ վատ բաներ, ինչու մենք պատրաստ չենք մարդ փրկել նույն Աստծո օրը։ Մեսրոպ գրադանում է մայկրոֆոնները։ Ու սա այս հարցադրումը Քրիստոս տվեց մեզանից յուրաքանչյուրին ու մեզանից յուրաքանչյուրը պիտի պատասխանի, բայց ինչ եղավ։ Եղավ լռություն։ Եվ դրա համար պատահական չի, որ ավետարանի այս մեկ նախադասությունը առանձին է դնում եւ նրանք լռեցին։ Սա քրիստոնեական ընկալմամբ մեղավոր լռության մասին է խոսքը։ Երբ որ դու գիտես ինչն է ճիշտը, երբ որ դու գիտես ինչն է Աստվածահաճոն, բայց դու լռում ես։ Եվ երբեմն ասում ես լռությունը ոսկի է։ Լռությունը ոսկի է մինչև միտեղ, բայց երբ որ Աստծո ճշմարտությունները պիտի վկայես, չես կարող լռել։ Ու դրա համար նահատակները կամ մարտիրոսները ինչի են կոչվում նահատակ կամ մարտիրոս, որովհետև իրենք չէին լռում։ Առաջի դարի քրիստոնյան չէր լռում, երբ որ իրեն հարցնում էին դու քրիստոնյա ես թե ոչ, ասում էր այո քրիստոնյա եմ։ Իր սրբությունները չէր թողնում, որ ոտնակոխ անեին խոզերը։ Իսկ այսօր հաճախ մենք նույն քրիստոնյաներս ինչքան մեր սրբությունները ոտնախոք ենք անում, օտարները անում են, երբեմն նաև մեր կողքինները, այնքան լռում ենք ասելով դե քրիստոնեական չի։ Քրիստոնեական չի լռելը։ Եվ դրա համար էր այստեղ այս միտքը, որ Աթանաս մեծն էր ասում 4-րդ դարում, ասում է, եթե մարդու ձեռքն էր չորացած այդ սինագոգի մեջ, ապա մյուսների մտքերն էին չորացած։ Եվ ի՞նչ է դուրս գալիս։ Իրապես որ հիշեցինք այստեղ մեր մեծ Եզնիկ Կողբացուն, որ ասում էր լավ է կույր աչոք, քան կույր մտոք։ Հաճախ չորացած ձեռքով մարդուն մենք հեշտ տեսնում ենք։ Այս մարդը չորացած ձեռքեր ունի, բայց չորացած մտքով մարդկանց չենք տեսնում։ Որտեղ դժվար է տեսնել։ Բայց ուզում ենք այստեղ հայրերը մեզ ուզում են օգնել, որ հասկանանք, որ չորացած մտքով մարդիկ էլ կան։ Եվ ցավոք սրտի երբեմն նույնիսկ մենք ենք ու չենք ընկալում։ Երբ է դա լինում, երբ որ դու պատրաստ ես ոչինչ անել։ Եվ որ դու պատրաստ ես ուրիշի կարծիքը ընդունել, պատրաստ ես հարգել, անընդհատ կռիվներ, անընդհատ բանավեճներ։ Ու դրա համար էս էր, ինչ էլ աներ Քրիստոս, միևնույնն է, փարիսեցիների միտքը չորացած էր։ Եվ ավելի վատ վիճակում էին փաստորեն փարիսեցիները, քան այս չորացած ձեռքով մարդը, որը որ ավելի հեշտ վիճակում էր, որտեղ ուներ ուրիշ ձեռք եւ երկու ոտք։ Իսկ եթե միտքը տա չորացած, ուրեմն ոչինչ չես կարող ասել։ Եվ դրա համար շատ կարեւոր է, որ նաեւ շնորհակալ եմ Մեսրոպ ջան, որ մենք հասկանանք, որ մենք դատվելու ենք ոչ թե միայն մեր ամեն ասացի համար ենք պատասխան տալու համաձայն Քրիստոսի, այլ ամեն չասացի ու լռածի համար էլ ենք պատասխան տալու։ Եվ սա շատ կարևոր է, այսինքն քրիստոնյան չի կարող իներտ լինել։ Այսօրվա մեր մոտեցումը, որ չեմ խոսում, չեմ տեսնում ու չեմ լսում, այս նկարը, որ շատ հայտնի է, ինքը լրիվ քրիստոնեական մտայնության դեմ է։ Եվ շատ տարածված է այսօր քրիստոնյաներից մեջ։ Ոչ տեսել եմ, ոչ խոսում եմ, ոչ էլ լսում եմ։ Սա լրիվ հակառակն է, ու սրան Աստված մեզանից յուրաքանչյուրից պահանջելու է, որ հայք, երբ որ տեղն էր խոսել, ինչի չխոսեցիր։ Երբ որ պիտի ասեիր տեսածդ, ինչու չասեցիր, երբ որ պիտի խոսեիր լսածիդ մասին, ինչու չխոսեցիր։ Ուրեմն ուշադրություն դարձնենք, զգույշ լինենք այս մեղավոր լռությունից, որը մեզ կարող է կործանման տանել։ Մեզ ռոք մի էիսին անջատի։ Հիմա փորձենք, ուզում եմ այս 3 կերպարների մասին վերլուծում կատարել, փորձենք հասկանալ։ Ունենք գոսացած, չորացած ձեռքով մարդ, ունենք լիքը շատ ժողովուրդ, ովքեր փարիսեցիներն են, եւ ունենք Քրիստոսին։ Ուզում եմ Քրիստոսից սկսեմ։ Եվ ուզում եմ տեսնեմ արդյոք Քրիստոսի կերպարի մեջ, կամ ձեռքը չորացած մարդու մեջ, կամ փարիսեցիների մեջ մենք մեզ կգտնենք, թե չէ։ Քրիստոս հետևյալ անձն է, ու անձը 3 տառերն էլ մեծատառ եմ գրել, ով ցանկանում է բժշկել դիմացինին։ Սակայն հանդիպում է դիմադրության ուրիշների կողմից եւ մեկի պատճառով իր վրա խոսակցություն է բերում եւ անգամ թշնամանք։
Եվ այս դեպքում մեզանից շատերը կասեին իմ ինչ գործն է, ինչ ուզում են թող անեն։ Ու իրապես էսպես է։ Տեսեք, Քրիստոս ոչինչ չունի։ Հիվանդ մարդ կա, շաբաթ օրա գիտի, որ իր վրա խոսակցություն է գալու, կարող էր ասել I don't care, it's not my point։ Ես ուրիշ տեղ կգնամ, բայց արի ու տես, որ Քրիստոս իր ազնվությունից դրդված, թեկուզ եւ գիտի, որ իրեն դեմ են դուրս գալու, ինքը պատրաստ է քայլ կատարելու։ Սա Քրիստոսի կերպարն է։ Արդյոք սա մենք մեր մեջ տեսնում ենք, թե չէ։ Սա շատ կարևոր է։ Նույնիսկ քեզ վնասելու աստիճան դիմացինին օգնես։ Երկրորդը գոսացած ձեռքով մարդն է, չորացած ձեռքով մարդն է, ով մի ամբողջ կյանք աշխատել է իր համար եւ ոչ Աստծո գործը կատարելու համար ու դրա համար Աստծո աչքերում իր ձեռքը չորացած է։ Չորացած է, որովհետեւ Աստծո համար չես աշխատել։ Արել ես քո համար, քո անձնական ընտանիքի համար, տուն ստեղծել, չգիտեմ, ավտոմեքենա, հարստություն, savings-ը շատացնել, բայց դրանով ինչ ես արել Աստծո համար ու դրա համար հայրերն ասում են, եթե դու Աստծո համար ոչինչ չես արել, քո համար ես արել, ձեռքը չորացած, անիմաստ է այդ ձեռքը, Աստված քո ձեռքը չորացած է տեսնում, ու եթե նույնիսկ մենք այս վիճակում ենք, առիթ է հանդիսացել, դա եկել ենք Աստծո տուն եւ Աստված մեզ խոսում է։ Եվ մեզ ասում է արի իմ մոտ։ Բայց այստեղ նաև ուրիշ խնդիր կա։ Մի ամբողջ ժողովուրդ մեզ դեմ է դուրս գալիս։ Եվ հիմա մենք պատրաստ ենք այդ ժողովրդի ճնշումի հետ մեկտեղ գնալ դեպի Աստված, ընդունել Հիսուսին, չնայած որ գիտենք, որ շատերը մեզ թշնամի են դառնալու։ Եվ սա իրականություն է այսօրվա մեր մեջ։ Շատերս գիտենք, որ մենք Քրիստոսն է իրական ճանապարհը, բայց աշխարհը իր հարստությունը կամ մարդկանց կարծիքներ այնքան կարևոր են մեր համար, ովքեր մեզ ասում են հավատացյալ ես դառել, ուր ես գնում, ինչ ես անում, այդ քանի օր պիտի գնաս։ Եվ այդ մարդկանց կարծիքների ճնշումի տակ մենք հետ ենք մնում ու դեպի Քրիստոս չենք գնում։ Չնայած որ շատ կարիք ունենք Քրիստոսի, որտեղ եթե գնանք Քրիստոսի մեջ, մոտ մեր ձեռքը կբժշկվի ու երբ ու կսկսենք արդեն Քրիստոսի համար էլ գործ անել։ Եվ երրորդը փարիսեցիներն են։ Ուզում եմ փարիսեցիներին էլ հասկանանք։ Փարիսեցիները այն մարդիկ են, ովքեր որ դարեր շարունակ կամ սերունդներ շարունակ հարգանքի են ենթարկվել կամ հարգանք են վայելել, ճիշտ էսպես ասեմ, իրենց ասել են դուք մեր ուսուցիչներն եք, դուք մեր իմաստուններն եք, ինտելիգենցիան այսօրվա ասած, ու հանկարծ մի հոգի գալիս է, ինչ որ մեկը երիտասարդ 30-ների մեջ, ու իրենց փորձում է ուսուցանել, ուսուցիչին ուսուցանել կամ ուսուցիչներին ուսուցանել, որ այսինչ բանը սխալ է, այսպես պիտի անեք։ Եվ այստեղ ինչ է լինում, այդքանն էլ բավարար չի, շատերը այս երիտասարդի հետևից են գնում ու իրանց էլ չեն պատվում, ասելով, որ ինքը ավելի լավ է խոսում, ինքը ավելի ճիշտ է խոսում։ Բնականաբար ինչ է դուրս գալիս, որ հաճախ մեզանից շատերը կլինեին, երկու բան, եսը դա վիրավորվում, բայց չէ որ ես ուսուցիչ եմ, եւ երկրորդը նախանձ, գնացին իր հետևից, ինձ թողեցին։ Եվ փաստորեն այս բոլոր կերպարների մեջ, նույնիսկ տիրոջ կերպարի մեջ կամ փարիսեցու կերպարի մեջ, մենք կարող ենք մեզ տեսնել, որովհետև մեզանից շատերն էլ ինչու՞ չէ, մեզ ուսուցիչներ ենք տեսնում կամ իմաստուն ու խելացի ենք տեսնում, եւ ինչ որ մեկը երբ որ եկավ, ինչ որ բան ասեց ու մարդիկ իր հետևից գնացին, սկսելու ենք նախանձել, սկսելու ենք վատաբանել, սկսելու ենք չարախոսել, սկսելու ենք մտածել ինչ անել, ու այստեղ է որ գալիս է քրիստոնյայի կերպարը, որ փարիսեցիներից դաս առնենք։ Մենք այդպես իրավունք չունենք անելու, որովհետև եթե այդպես ենք անում, մենք Քրիստոսին արժանի չենք։ Եվ փաստորեն այս վիճակն է, որ տեղի է ունենում, եւ Հիսուս ցասումով լցված նայելով նրանց եւ տրտմելով նրանց սրտի կուրության համար ասաց մարդուն։ Նախ այստեղ հետաքրքիր է, որ Քրիստոս ցասում կա, այսինքն խիստ զայրանցել է Քրիստոս։ Եվ այստեղ Քրիստոսի զայրույթը արդար զայրույթ է, որովհետև Աստծո զայրույթը արդար զայրույթ է։ Եվ միևնույն ժամանակ այստեղ նաև ցույց է տալիս Քրիստոսի ամբողջական մարդ լինել, այլ խոսքով ոչ մի բանով պակաս չի մեզանից յուրաքանչյուրին, որովհետև Ավետարանիչը ցույց է տալիս, որ ինքը եւ զայրանալու հատկություն ունի, եւ ուրախանալու հատկություն ունի, եւ լացելու հատկություն, եւ ցավելու, եւ քաղց գալու, եւ աղոթելու, այսինքն այն ամենը, ինչ որ մեզանից յուրաքանչյուրը ունի, Քրիստոս նույնպես ունի։ Եվ այստեղ է նաև իր եւ կատարյալ մարդ եւ կատարյալ Աստված գաղափարը հստակեցում, որովհետև իբրև Աստված իր ցասումը իրավունքի մեջ է, աստվածային ցասում է, ինչպես որ հին ուխտում բազում անգամ ենք տեսնում Աստված զայրանում է,
բայց միևնույն ժամանակ ինքը կատարյալ մարդ է, որովհետև ունի այն զգացմունքները, որոնք որ մեզանից յուրաքանչյուրը ունեն։ Եվ հետաքրքիր է, Աստծո ցասումը, Աստծո զայրույթը միշտ կառուցողական է։ Նման այն հոր կամ այն մոր, այն ծնողի, որ եթե զավակի վրա ջղայնանում է, զայրանում է, միայն ու միայն զավակի օգնելու եւ իրեն առաջ տանելու համար է։ Իսկ չարը կամ ընդհանրապես մեզանից շատերը, երբ որ զայրանում ենք դիմացինի վրա, կործանելու, փչացնելու, կոտրելու, վիրավորելու համար է։ Ու դրա համար այստեղ Աստված նաեւ մեզ էլ այդ դասն է տալիս, որ նույնիսկ եթե զայրանում ես, փորձիր աստվածանման զայրույթ ունենալ, կառուցողական զայրույթ, ոչ թե վիրավորել, հայոյել, նեղացնել, այն ինչ որ անում է չարը։ Հաճախ սա է տարբերությունը չարի ու Աստծո։ Եվ դրա համար նաև չմոռանանք, որ Աստված ունի իր վերջին դատաստանը, երբ որ ինքը ի վերջո այդ զայրույթը ցույց է տալու մարդկանց վրա, թերևսին վրա, ով չհետևեց իր ճանապարհին։ Եվ այս վերջի պահը այսօրվա աշխարհ ուզում է մոռացնել։ Մենք Աստծուն չենք ուզում էլ տեսնենք իբրև ահեղ դատավոր, այլ ուզում ենք տեսնել իբրև ընկեր, որ մեր ընկերն է, եւ մեկը մենք արդեն փրկված ենք, ինքն էլ մեզ ճանապարհին օգնում է։ Չէ, Աստված մեր ահեղ դատավորն է։ Եվ բոլորս ենք դատաստանի առջև կանգնելու, ինչպես ասում է առաքյալը, եւ բոլորս պիտի պատասխան տանք։ Ինչքան լավ ենք գիտակցում այս ճշմարտությունը, այնքան լավ ենք հասկանում, թե ինչ է նշանակում Աստծո դատաստան, Աստծո ցասում, եւ Աստված ինչու էր զայրացել, որովհետեւ այս մարդկանց սիրտը կուրացած է։ Սրտի կուրություն։ Սրտի կուրությունը դաժան բան է, ինչպես որ միտքը չորացած էր, այնպես էլ սրտերը կուրացած է։ Կարծես թե սիրտը չի կարա կուրանա, որովհետև սիրտը աչքեր չունի։ Բայց ավետարանը ասում է, որ ունի սիրտը աչքեր։ Եվ երբ որ սիրտն է կուրացած մարդու, ամենադաժան ու ամենավատ բանն է կատարում։ Ուրեմն մեզանից յուրաքանչյուրը գիտակցենք, արդյոք մեր սրտերը կուրացած են։ Գիտեք, երբ ենք զգում, որ սրտերը կուրացած են, երբ որ Աստծո լույսը ուզում է ներթափանցի մեր մեջ ու մենք չենք տեսնում։ Եվ դրա համար հետո ես գրել եմ, պիտի տեսնենք Հովհաննես ավետարանի 3-րդ գլխի մեջ, որ լույսը եկավ աշխարհ, բայց մարդիկ խավարը նախընտրեցին։ Ինչու՞։ Չես ուզում տեսնես այդ լույսը քեզ ձեռ չի տալի, քո սիրտը կուրացել է։ Եվ սա է, որ Քրիստոս բերում, սա Աստծուն խիստ զայրույթ է բերում։ Ու այդքանով հանդերձ Քրիստոս կարող էր ասել չեմ անում, բայց ինչ ասեց, երկարիր ձեռքդ, եւ նա երկարեց եւ նրա ձեռքը առողջացավ։ Քրիստոս գործ արեց ձեր կարծիքով։ Ոչ մի գործ չարեց, ձեռքով ոչինչ չարեց։ Ուղղակի խոսքով ասեց, երկարիր ձեռքդ։ Եվ երբ որ մարդը երկարեց ձեռքը, իր ձեռքը բժշկվեց։ Այսինքն խորքի մեջ ինքը շաբաթը չխախտեց։ Իսկ խոսելը շաբաթվա ընթացքում երբեք էլ արգելված չէր, բոլորն էլ խոսում էին, հիմա բոլորը խոսում էին։ Ուրեմն ինչ է դուրս գալիս, որ այստեղ ավետարանիչը մեզ ցույց է տալիս, որ Քրիստոս շաբաթը անգամ չխախտեց, բայց ինչ կատարվեց։ Բժշկություն կատարվեց, ինչ կատարվեց, հրաշք կատարվեց եւ ինչու կատարվեց, որովհետեւ այս չորացած ձեռքով մարդը 3 բան արեց։ Քաջություն ունեցավ գնալու կենտրոն Քրիստոսի մոտ, լսելու ձայնը, գնալու կենտրոն ու ձեռը երկարելու։ Ու մեզանից այս շատերը այս 3-ը պիտի ունենանք։ Քաջություն ունենանք, գնանք դեպի Քրիստոս, լսենք նրա ձայնը ու մեր ձեռքը երկարենք։ Եվ մնացածը արդեն իր գործն է, ինքն է, որ մեզ բժշկելու է։ Հետաքրքիր մի բան կա այս կոնտեքստի մեջ, նոր մարդկանց խումբ է հանդիպում։ Ասում է փարիսեցիները Հերովդեսականների հետ իսկույն դուրս ելան եւ խորհուրդ էին անում նրա դեմ, թե ինչպես նրան կորստյան մատնեն։ Եթե հիմա Քրիստոս մեր մեջ լիներ ու եթե հիմա մեզանից մեկին բժշկեր, ինձ թվում է մենք պիտի ուրախանայինք։ Մենք պիտի ասենք փառք շատ Տեր Աստված, մի հրաշքի ականատես եղանք, թերևս պիտի նկարեինք, գցենք սոցիալ մեդիաները, որ տեսեք ինչ հրաշք կատարվեց, ուրախանայինք այդ մարդու համար, բայց հակառակն է լինում այս մարդկանց մոտ։ Փոխանակ ուրախանան դիմացինի համար, տխրում են ու փոխարակ դեպի Քրիստոս գնան, Քրիստոսից հեռանում են, ոչ թե հեռանում են, այլ իսկույն անմիջապես են դուրս գալիս։ Այստեղ հստակ մի պարագա կա, որ երբ որ մարդ Քրիստոսի հետ չի, Քրիստոսի ներկայությունը, Քրիստոսի հրաշքը ոչ թե իրան օգնում, այլ վնասում է, խանգարում է, փախնում է։ Ու երբեմն ինձ շատ են այս հարցը տվել, ու ես սա ինքս էլ եմ իմ մեջ վերլուծել,
Ինչու են կան մարդիկ, որոնք ոչ թե եկեղեցի չեն գալիս, կամ Աստծո խոսք չեն կարդում, այլ մեղադրում են Աստծո, ասում են, էսի հրեայի խոսք է, չեն կարդում Աստվածաշունչ, կամ եկեղեցին այդ քահանաների տեղն է, այնտեղ չեն գալիս, կամ աղոթք, ինչ Աստված։ Այստեղ շատ հստակ է, ու մենք փորձում ենք ինչ-որ տրամաբանորեն իրանց հետ բանավիճել, փորձել օգնել, մոռանալով մի շատ կարևոր բան։ Եթե այս մարդիկ այս վիճակում են, սա շատ տրամաբանական է, որովհետև այս մարդիկ Քրիստոսի ներկայությունից փախնում են, լույսից փախնում են, խավարն են սիրում։ Ու այս մարդկանց բացատրել լույսի մասին շատ դժվար է, անհնար չի, որովհետև Քրիստոսի վերջո բոլորի համար է եկել, բայց շատ դժվար է լինելու, ու մենք պիտի հասկանանք ում հետ գործ ունենք։ Այստեղ նաև հետաքրքիր, ինչպես որ ասացի, մի խումբ մարդիկ են երևում, որ հիմնականում Մարկոսի ավետարանում ենք ընթերցում, Հերովդեսականներ։ Հերովդեսին բոլորս գիտենք, Հերովդեսը մեկն էր, որ Հովհաննես Մկրտիչին սպանել տվեց, Հերովդեսը մեկն էր, որ ղեկավարում էր տարածքը, այսպես իրեն թագավոր էր կոչում, եւ ի վերջո փորձում էր նաև իրեն հռոմեական, ասենք, դրածո էր ու փորձում էր ժողովրդին ղեկավարել, բայց հերովդեսականներն ովքեր են։ Իշխանամետ մարդիկ, այսօրվա լեզուն օգտագործեմ։ Մարդիկ, ովքեր իշխանությանը կողմ են։ Հետաքրքրորեն հիշում եք փարիսեցիներն ովքեր էին։ Փարիսեցիները երկու կարևոր արժեք էին, չէ՞ սիրում, որն էր։ Աստվածապաշտ էին եւ ազգասեր։ Իսկ հերովդեսականները հակառակն են, որովհետև սրանք իշխանամետ են, իսկ իշխանությունը Հռոմից է։ Այսինքն այլ խոսքով հաստատ ազգասեր չեն։ Եվ այստեղ դուրս է գալիս մի բան, որ սրանք իրար հետ պիտի հակառակ լինեն։ Լաք մի արա։ Մի լաք արա, որ երկու մուտք ունենան, Սարգիսյան։ Բայց արի ու տես, որ ես երկու խմբերը, որ իրար հակառակ են, մեկը իշխանամետ ու ժողովրդի հետ չի, իսկ մեկը իր ասելով աստվածասեր եւ ժողովրդամետ կամ ազգասեր, միավորվում են իրար հետ ինչու, որ Քրիստոսին տապալեն, որ Քրիստոսին կործանեն։ Եվ հեսա, եւ մտածում են ինչպես անեն, եւ շատ հետաքրքիր է, որ եթե Քրիստոսի հետ ես, բացի Քրիստոսից, այսինքն Աստծուց ոչ մեկի չունես։ Իսկ եթե Քրիստոսի դեմ ես, այնքան չար ուժեր կան, որոնք հավաքվում են, որոնք նույնիսկ իրար հակառակ են, բայց հավաքվում են, որպեսզի բարին կործանեն։ Ու ինչ դուրս եկավ այստեղ, այս մարդիկ, ուզում եմ սա շատ կարևոր են, ովքեր որ Քրիստոսին մեղադրում էին շաբաթը խախտելու մեջ, այլ խոսքով շաբաթը պղծելու մեջ, իրենք տեսեք ինչ արեցին։ Իրենք շաբաթ օրով խորհուրդ արեցին, թե ինչպես սպանեն Քրիստոսին։ Իսկ սրանից ավելի վատ պղծություն կա շաբաթի։ Դրա համար այս հարցն եմ տալիս, հիմա ով էր շաբաթը պղծում։ Քրիստոս թե այս մարդիկ։ Եվ սա նաև մեր մեջ կա։ Դրա համար ամեն անգամ փորձում եմ ինքս ինձ էլ տեսնել այս ամենի մեջ, որովհետև հաճախ մենք մեզ առաքինի ենք տեսնում, լուսավոր ենք տեսնում, աստվածապաշտ ենք տեսնում, դիմացիններին մեղավոր, բայց չենք հասկանում, որ մենք ավելի վատն ենք անում, քան այդ դիմացին։ Այս դեպքում իրանք Քրիստոսին էին ուզում շաբաթը պղծող ցույց տալ, բայց իրենք սպանություն մտածեցին, իսկ Քրիստոս կյանք էր տալիս, ու դրա համար այդ հարցադրումը որն է ավելի լավ կյանք տալ, թե կյանք վերցնել, հենց այստեղ է, իրենց համար էր այդ հարցադրումը, որ հետո իրենք պիտի գային, որտեղ Քրիստոս կյանք էր տալիս, իսկ իրենք կյանք են ուզում վերցնել։ Ու այստեղ է, որ մեզանից յուրաքանչյուրը պիտի գիտակցի այս դասը վերցնի, թե ուր ենք։ Ուրեմն այս ամբողջը կատարվեց մի վայրում, որը սինագոգ էր։ Ամենայն հավանականությամբ նորից Կափառնահայումի սինագոգն էր, չնայած ավետարանը այս մասին չի խոսում։ Սրանից հետո երկրորդ տեղն է գնում Քրիստոս, գնում է, իսկ Հիսուս իր աշակերտների հետ միասին գնաց Ծովեզերք։ Հիմա մի որոշ շրջան գործողությունները կատարվելու են Ծովեզերքում, ու մասնավորաբար նաև Մարկոսը այս մասին է ուզում խոսենք, ու մեզանից յուրաքանչյուրը պիտի փորձենք, ես իմ չափով հասկացա, մեզանից յուրաքանչյուրը իր չափով կհասկանա, որն է Ծովեզերքը եւ ինչու սինագոգից դեպի Ծովեզերք։ Ես 3 կետ առանձնացրեցի Ծովեզերքի համար, որ ուզում եմ ձեր հետ կիսել։ Ծովեզերքը ջրի եւ ցամաքի հանդիպման վայրն է, որը շատ կարևոր է, ու սրա մեջ խորհրդաբանություն խնդրում եմ կարող ենք շատ տեսնել։ Երկրորդը կայունության եւ անկայունության հանդիպման վայրն է, որտեղ ցամաքի վրա ոտը կայուն է, հաստատուն է, ջրի մեջ կայունություն չկա, խորտակվում ես։ Եվ երրորդը մահվան եւ կյանքի հանդիպման վայրն է, որովհետեւ օվկիանոսի մեջ հաճախ
Մարդու համար չի դա, կմահանաս, երկար չես կարող մնալ, ով ուզում ես եղի, իսկ կյանքը ցամաքի վրա։ Ուրեմն 3 բան եմ նորից ուզում հիշեցնել։ Ջրի եւ ցամաքի հանդիպման վայրն է, կայունության եւ անկայունության հանդիպման վայրն է, եւ մահվան ու կյանքի հանդիպման վայրն է, ու Քրիստոս գնում է այնտեղ։ Սինագոգից, Աստծո հավաքատեղից, այսպես ասած, գնում է դեպի ծովեզերք։ Ու այս ընթացքում է, որ իր մոտ են գալիս բազում մարդիկ, բազում վայրերից, եւ դրա համար է, որ ավետարանը եւ այստեղ ես քարտեզը դրեցի, ցույց է տալիս, որ ամենուր, որտեղից որ կար, ժողովուրդը գնում են դեպի Քրիստոս։ Հիմա եւ կընթերցեմ, եւ ասում է Գալիլեայից բազում ժողովուրդ էր գնում նրա հետևից, նաեւ Հրեաստանից, Երուսաղեմից, Հորդանանի մյուս կողմից, ինչպես նաեւ Տյուրոսի եւ Սիդոնի շրջակայքից բազում ժողովուրդ, երբ լսում էր, թե նա ինչքան բան է անում, գալիս էր նրա մոտ։ Հետաքրքիր է, որ այս մարդիկ, այս նույն տեքստն եմ դրել, բայց ընդգծել եմ տակի մասը, այս մարդիկ ինչի համար էին գնում Քրիստոսի մոտ։ Ավետարան լսելու, ուսմունքը լսելու, չէ։ Այս մարդիկ գնում էին, որովհետև լսել էին, թե Քրիստոս ինչքան բան է անում, ինչքան հրաշք է գործում։ Եվ փաստորեն ինչ է դուրս գալիս, որ երկու ձևի մարդիկ կան։ Հավատացյալների խումբ կա, ոմանք, որ շոշափելի հրաշք են փնտրում, եւ ոմանք, որ գնում են Քրիստոսի խոսքը լսել։ Նրանք, ովքեր որ Քրիստոսի խոսքն են փորձում լսել, հավիտենականին են գնում։ Իսկ հրաշքը ինքը ժամանակավոր բնույթ ունի եւ այդ հրաշքը, եթե եղավ, ինքը չի կարող հավիտենական լինել։ Բայց այստեղ նաեւ մի քանի կարևոր կետեր կա, որ առանձնացրել եմ, ուզում եմ ձեր հետ խոսել։ Փաստորեն Մարկոսը ինչ էր ուզում ինչու այս քարտեզը դրեցի, այլ խոսքով ուզում է ասի, որ ամբողջ աշխարհը գնաց Հիսուսի մոտ։ Բայց այստեղ երկու պարագա կա։ Մի կողմից գնում ես Հիսուսի մոտ, բայց ուրիշ միտք էլ է այստեղ ինքը առանձնացնում, հետո գնում ես Տիրոջ հետևից։ Սա էլ շատ կարևոր է։ Մեզանից շատերը փորձել են ավետարանի այսօրվա սերտողության գալ, այլ խոսքով եկել են Քրիստոսի մոտ, Քրիստոսի խոսքը լսելու, ավետարանը լսելու, բայց քանիսս ենք հետևում Քրիստոսին։ Գալը մեկ բան է, հետևելը մեկ այլ բառ, որովհետև կարող ես գալ, լսել, շնորհակալություն հայտնել ու երբ էլ չշարունակել։ Հետևողը այն մարդն է, որ եկավ, լսեց ու մնաց, եւ Քրիստոսի ուղղորդած ճանապարհով ինքն էլ է շարունակում։ Իսկ Սիդոնի եւ Տյուրոսի մարդկանց մասին, երբ որ խոսում էր, մենք հետո ավետարաններում նորից կընթերցենք այս մասին, սրանք հեթանոսներն էին։ Եվ պատահական չի, որ այստեղ Մարկոսը այս մասին է խոսում, այլ խոսքով ցույց է տալիս այս երկու համեմատականը։ Հրեաները սինագոգից դուրս եկան ու Քրիստոսին մերժեցին, հեթանոսները Սիդոնից ու Տյուրոսից, որ այսօրվա Լիբանանում է, Քրիստոսի մոտ եկան ու Քրիստոսին փորձեցին դիպչել։ Եվ այս հստակ drastic difference-ը, որ ամերիկացիներն ասում են, շատ հստակ տարբերությունը Քրիստոսից դուրս հեռու եւ գալ ու Քրիստոսին փորձել դիպչել։ Ու դրա համար էր այս միտքը, որ վերեցի Հովանու 3-ի մեջ, ուզում եմ ամբողջ հատված ընթերցել, մի քիչ առաջ էլ այս մասին խոսեցի, որ ավետարանիչը ասում է լույսը եկավ աշխարհ, սակայն մարդիկ խավարն ավելի սիրեցին, քան լույսը, որովհետև իրենց գործերը չար էին։ Որովհետև ով չարիք է գործում, ատում է լույսը եւ չի գալիս դեպի լույսը, որովհետև նրա գործերը իր երեսովը, որպեսզի նրա գործերը իր երեսովը չտան։ Եվ ուրեմն ծովեզերքի այս ընթացքում Քրիստոս նաև մեկ այլ հետաքրքիր բան ասում է եւ նա իր աշակերտներին ասաց, որ իր համար մի նավակ պատրաստ լինի ամբոխի պատճառով, որպեսզի իրեն չնեղեն։ Առաջի դարի Քրիստոսի ժամանակվա նավակը, ոմանք կոչում են այսի Jesus boat, այսինքն Քրիստոսի նավը, ոմանք այդ բան ունեն, որ հենց սա Քրիստոսի նավն է։ Դե բնականաբար դժվար է ասել իր ժամանակվա կամ իր նստած նավն է թե չէ, բայց մոտավորապես պատկերացնում ենք փոքրիկ նավակ է, որը Քրիստոս շատ էր օգտագործում, մանավանդ գիտենք Գալիլեայի ծովի մեջ ինչքան էր ինքը գնում գալիս։ Բայց այստեղ նաև խորհրդաբանություն կա։ Այստեղ մենք տեսնում ենք աշակերտներին եւ նավը։ Աշակերտները եւ նավակն ունեն խորքային իմաստ գրում եմ, քանի որ ամբողից նեղվելու պատճառով պետք է նավակ բարձրանալ, որը պատրաստողները աշակերտներն են։ Եվ իրապես մեր կյանքում էլ հենց այսպես է հաճախ ամբողը մեզ խեղդում է։ Եվ ամբողը միայն մարդ չհասկանանք։ Սա էլ կարող է ամբող լինել,
երբ որ անընդհատ ինֆորմացիա է քեզ տալիս, անverջ ինֆորմացիա, եւ ի վերջո մի պահ է գալիս, որ դու արդեն ասում ես խելագարում ես, էլ այդքան ինֆորմացիան չես կարող տիրել, ու այստեղ քեզ պետքա նավակ, որտեղ դու կհանգստանաս, որտեղ այդ խժդժոցից դու դուրս կգաս։ Իսկ այդ նավակը բարձ նավակ չի, այդ նավակը պատրաստող առաքյալներն են։ Ու դրա համար հետո մենք պիտի սա տեսնենք, որ սա առաքելական եկեղեցու մասին է խոսքը, որը որ այն նավակն է, որը որ հեռու է պահում մեզ աշխարհային այս խժդժոցից, իսկ այդ խժդժոցը միայն ու միայն մեզ վնասում է ու չի օգնում։ Եվ ինչու է բացատրում էր այդ նավակը, պետք ասում է, քանի որ շատերին բժշկեց, ուստի ամեն տեսակ հիվանդություններ ունեցող մարդիկ գալիս էին խռնվում նրա շուրջը, որպեսզի դիպչեն նրան։ Հետաքրքիր է, եւ այս միտքը նորից եմ ուզում ասել, այս մարդիկ եկել էին ոչ թե Քրիստոսի ավետարանը լսելու, այլ հրաշքի համար։ Հրաշքը ժամանակավոր է, ավետարանի խոսքը հավիտենական։ Մենք էլ այդ հարցը տանք մեզ, մենք եկել ենք հրաշքի համար, ոմանք հիվանդ են, չեն բացահայտում այդ մասին, կամ իրենց հարազատն է հիվանդ, գալիս են աղոթքի, ծոմ են պահում, փորձում են ուխտ կնքել Աստծո հետ, որ Տեր Աստված, եթե բժշկես իմ հարազատին, ես էլ սա կանեմ, որը հրաշալի է, որը իրապես հրաշալի է, բայց սա անցողիկն է։ Արդյոք քանիսս ենք գալիս, որպեսզի հավիտենական խոսք ավետարանի լսենք ու կիրառենք մեր կյանքում։ Սա է տարբերը, որովհետև եթե միայն հրաշքին ենք գնում, Քրիստոս պիտի ասեր շնացող ազգը հրաշք է փնտրում, բայց իրեն հրաշք չի տրվելու, բացի Հովել մարգարեից։ Հրաշքը այն չի, որի համար Քրիստոս եկավ աշխարհ, Քրիստոս ավետարանի համար եկավ աշխարհ։ Բայց հետաքրքիր է սպառական կա, որ մարդիկ դիպչում են Քրիստոսին, փորձում են թաչ անել Քրիստոսին, եւ սա ոչ միայն այստեղ ենք տեսնում, այլ արունահոսություն ունեցող կնոջ դրվագի մեջ, որ հենց այս Մարկոսի մեջ էլ ենք ընթերցելու, կարծեմ 5-րդ գլխի մեջ է, այնքան գեղեցիկ է այս միտքը, որ ամեն դիպչում չի, որ օգուտ է տալիս մեզ։ Կհիշեք արունահոսություն ունեցող կինը ինչի բժշկվեց, որովհետև հավատով դիպչեց, ու նույնիսկ քղանցքին շորի մի փոքրիկ ծայրին կպավ, եւ դա բավարար էր, որ բժշկվեր։ Ու նա հենց այստեղ է այս պարագան գալիս, արդյոք մենք Քրիստոսին մոտենում ենք զուտ դիպչելու, թե հավատով դիպչելու։ Ու այստեղ այս արունահոսություն ունեցող կնոջ դրվագը առավել քան մեզ համար ուսանելի է։ Բայց բացի բժշկությունից, նաև այստեղ շատ ավելի զորեղ բաներ կատարում, որովհետև ասում է պիղծ ոգիները, ոչ թե մեկ այլ բազում, երբ տեսնում էին նրան, ընկնում էին նրա առաջ, աղաղակում էին ու ասում. «Դու Աստծո որդին ես»։ Հետաքրքիր է այս միտքը, որ Քրիստոս Տերն է նաև կամ իշխանություն ունի այս պիղծ ոգիների վրա, որովհետև տեսնում էին, ընկնում էին նրա ոտքերի առաջ, աղաղակում էին ու ասում դու Աստծո որդին ես։ Բայց հետաքրքիր մի միտք է, հայրերն ասում են, որ իրենք ոչ թե ուրախությունից էին աղաղակում, այլ ցավից ու տանջանքից ելնելով էին աղաղակում ու ասում։ Եվ այս միտքն է շատ կարևոր, երբ որ դու Քրիստոսին ընդունում ես քո մեջ, տեսնում ես, ուրախությունից ես աղաղակում, ինչպես որ կատարվեց, չէ, ով սանաներով դիմավորեցին Ծաղկազարդի օրը, թե դևերի նման ցավից ես աղաղակում։ Եվ սա քեզանից է կախված, եթե խավար է ներաշխարհդ, աղաղակում ես ցավից, որտեղ ինքը քեզ խանգարում է։ Նման մեկի, որ կույր է ու առաջի անգամ լույսն է տեսնում։ Իսկ եթե հոգիդ լուսավոր է, աղաղակում ես ուրախությունից։ Բայց այստեղ այդ երկուսի փոփոխությունը կամ այդ երկուսի տարբերությունը որտեղ ենք տեսնում։ Ոչ միայն հավատի մեջ, այլ սիրո նաև մեջ։ Ու դրա համար Հակոբոս 2-ի մեջ հենց Հակոբոս առաքյալ այս միտքներ ասում է, եթե դու հավատում ես, լավ ես անում, դևերն էլ են հավատում ու սարսռում, այս նույն միտքն է, աղաղակում են, սարսռում են, բայց հավատն առանց գործերի մեռած է, որովհետև եթե մենակ հավատ ունես, դա բավարար չի, քո գործով ապացուցի քո հավատը, ու դրա համար այստեղ Հակոբոս 2:26-ի մեջ շատ հայտնի համարն է, որ մեկ անգամ էլ եմ ուզում հիշեցնել, որ ասում է առաքյալը, հավատն առանց գործերի մեռած է, իսկ Գաղատացիս 5:6-ի մեջ Պողոս առաքյալը մի հրաշալի միտք է ասում, այս միտքը հավատը ասում է, որ սիրով է գործում։ Հավատը պիտի սիրով գործի։ Անգլերենով faith that works by love։ Եթե իմ հավատը սիրով է գործում, ես դևին չեմ կարող նմանվել։ Դևը մեկն է, որ ոչ սիրո գործ չունի։
սեր չունի ու սիրո գործ չի կարող անել։ Իսկ քրիստոնյան մեկն է, ով սիրո գործ է կատարում։ Ու դրա համար ասել, որ ես հավատացյալ եմ, իսկ մյուսը չէ, ոչինչ չի նշանակում։ Քո հավատացյալ լինելը սիրո գործով ապացուցիր, որովհետև ուշադրություն դարձրեք։ Ինչն էր նմանությունը Դևի ու Փարիսեցիների։ Դևը մտնում է մարդու մեջ տառապացնելու համար։ Հոգ չունի, սեր չունի դիմացինի, մարդու հանդեպ, արժեքը չի տեսնում, տառապում է այդ մարդու, ինքը իրան լավ ասում։ Փարիսեցին նույնպես դիմացինի հանդեպ սեր չունի, որովհետև այդ մարդը տառապում էր, ձեռքը չորացած էր ու փոխանակ սեր ցուցաբերեր, եղբայրական սեր ցուցաբերեր, իրանց համար դեական չէր, իրանք խնդիրն էին փնտրում, որ Քրիստոսին պախարակին։ Ի՞նչ է դուրս գալիս։ Եվ Փարիսեցին, եւ Դևը սեր չունեն։ Սեր ունենալն է, որ այստեղ նորից եմ ուզում ընթերցել, հավատ, որը սիրով է գործում, սա է, որ քրիստոնյային ուրեմն դարձնում է իրական Աստծո զավակ։ Բայց ինչու Տերը խստիվ պատվիրեց նրան, որ իր ինքնությունը չհայտնեն, չէ՞ որ ճիշտ բան էին ասում, դու Աստծո որդին ես։ Մի բան, որը հետագայում առաքյալը պիտի ասեր։ Եվ հիմա դևերն են ասում առաքյալներից առաջ։ Իսկ Քրիստոսը ասում է, իսկ նա խստիվ պատվիրում էր նրանց, որ իր ինքնությունը չհայտնեն։ Այս մասին մենք առաջի գլխում էլ կարդացինք ու փորձեցինք խոսել, ու այս միտքը բերեցինք, որ պիղծ շուրթերից եւ ներաշխարից Աստված չի օրհնաբանվում։ Եթե քո ներաշխարը պիղծ է, դու իրավունք չունես Աստծուն օրհնաբանել, որտեվ դու Աստծո որդին ես, դա օրհնաբանություն է։ Երկրորդը, այստեղ մենք տեսանք, որ իրապես դևերը ենթարկվում էին Քրիստոսին, եւ նաեւ այստեղ կոնտեքստի մեջ ինչ ենք տեսնում, որ դևերը անգամ ճանաչեցին Տիրոջը, սակայն հրյա օրենքի մասնագետները, այսինքն Աստվածաշնչի մասնագետները չճանաչեցին։ Ինչու՞։ Որովհետև Տիրոջը ճանաչելու համար ժամանակ եւ ջանք է պետք, եւ ամենակարևորը Տիրոջ ողորմությունն է պետք, որպեսզի Տերը բացահայտի ինքն իրեն։ Հեշտ չի Տիրոջը ճանաչել։ Ես վստահ եմ, այստեղ մարդիկ կան, ովքեր հոգեվոր փորձառություն ունեն, եւ շատերս կարող ենք վկայել, իմն էլ փոքր է, որ ջանք է պետք, որպեսզի Տիրոջը ճանաչես։ 1-2 անգամ Սուրբ Գիրք կարդալով կամ պատարագի գալով կամ Bible study գալով չի լինում։ Պիտի իրապես ջանք գործադրես։ Ու հենց սա ներողություն, որ մեր Տերը մեզանից ուզում է, որ մենք իրեն ճանաչելու համար ժամանակ եւ ջանք գործադրենք։ Հիմա երրորդ տեղին ենք հասնում։ Ուրեմն սինագոգն էր, հետո գնացինք ծովեզերք, հիմա բարձրանալու ենք լեռ։ Հիսուս լեռ բարձրացավ եւ իր մոտ կանչեց նրանց, որոնց ինքը կամեցավ, եւ նրանք գնացին նրա մոտ։ Հետաքրքիր է, Ղուկասը հավելում է անում, որ չկա Մարկոսի մոտ, որ ասում է, բացի այն, որ ինքը լեռ բարձրացավ, մի ամբողջ գիշեր աղոթեց, որից հետո նոր կանչեց առաքյալներին։ Ուրեմն հետաքրքիրը նաեւ սա է, որ հենց այնպես չբարձրացավ ու առաքյալներին ասեց արեք, մի ամբողջ գիշեր Ղուկաս 6-ի մեջ ենք տեսնում, որ Տերը աղոթեց, նախապատրաստեց իր համար մի շատ կարևոր բան։ Իսկ ի՞նչն էր այդ շատ կարևոր բանը։ Մի բան, որ այսօր օրինակ մենք նոր էինք խոսում Նաիրայի հետ մի քիչ առաջ, որ մի անձով չի լինելու, անգամ Տիրոջով, անգամ Հիսուս Քրիստոսով, որ ինքը հիմա հիմք է դնում եկեղեցու։ Եվ այդ եկեղեցու հիմքերը ինքը դնում է 12 սյուների վրա, որոնք լինելու են 12 առաքյալները, ու որոնք որ գնալու են ու տարածեն։ Նույնը մեր պարագան է։ Որևէ մեկը չկարծի, որ ինչ որ մի անձ, այս դեպքում մենակ իմ մասին կարող եմ խոսել, ուրիշի մասին իրավունք չունեմ, Հայկով պիտի ամեն ինչ վերջանա։ Հայկով թամենը փոքրիկ ծիլ կարա լինի, բայց մեզանից յուրաքանչյուրը, Սամվելից սկսած, պատրաստ պիտի լինի, ուրեմն ինքը դառնա այդ սյունը, որը որ մեզ պիտի տեղ հասցնի։ Ինչն էր հենց այստեղ ուզում եմ նորից կենտրոնալ, որ Տերը սկսում է մի նոր առաքելություն, որը հիմնված է ոչ թե մեկ անձի կամ հոգու վրա, այլ համայնքի վրա, որն ինքը պիտի կոչի եկեղեցի կամ այս դեպքում առաքելական եկեղեցի։ Հենց այստեղ է համաձայն Մարկոսի, որ առաքելական եկեղեցին իր հիմքերն է դնում, եւ այստեղ է դրա համար էր, որ Քրիստոս մի ամբողջ գիշեր աղոթեց, նախապատրաստվեց, որովհետեւ ինքը պիտի ընտրեր 12 ճիշտ մարդկանց։ Բայց հետաքրքրորեն 12-ի մեջ էլ կար դավաճան
եւ ավելին ասեմ, 12-ն էլ կարևորագույն պահին իրեն լքեցին։ Բայց միևնույնն է, ինքը այս մարդկանց ընտրեց եւ հետաքրքիրը հենց այստեղ է, որ նա նշանակեց 12-ին, որի շուրջը լինեն եւ նրանց քարոզելու ուղարկի եւ նրանք իշխանություն ունենան ցավեր բուժելու եւ դևեր հանելու։ Հավելումը Մատթեոսի մեջ, որ չկա Մարկոսի, հետեւյալն է, եւ նա իր մոտ կանչելով իր 12 աշակերտներին, նրանց իշխանություն տվեց պիղծ դևերի վրա, հանելու դրանք եւ բժշկելու ամեն ցավ եւ ամեն հիվանդություն։ Այլ խոսքով Մատթեոսը մեզ օգնում է հասկանալ, որ առաքյալներին տրվեց ամեն իշխանություն։ Կիսատ չի, թերի չի։ Իսկ սա շատ կարևոր է, որ հասկանանք։ Մի քանի կարևոր հանգամանք եմ ուզում այս կոնտեքստի մեջ տեսնենք, որ Տերը ինքն է նշանակում։ Այնպես չի, որ ես եկել եմ ասում եմ ինձ վերցրու Տեր։ Դա քիչ է, պետք է, բայց դա քիչ է։ Տերը ինքը պիտի ինձ նշանակի։ Ու դրա համար էր ասում, չէ, կան ինքնակոչ ուսուցիչներ ու կան Տիրոջից կանչված ուսուցիչներ։ Ու սա շատ կարևոր է, որ մենք հասկանանք։ Մյուս կետը, որ մենք ուզում ենք այստեղ հասկանալ, Տերը հիմնական 3 շնորհ տվեց առաքյալներին։ Առաջինը, որ քարոզեն ավետարանը, երկրորդը ցավերը բուժեն, երրորդը դևեր հանեն։ Եվ սրանց այս 3-ի նախապայմանը քարոզել ավետարանը, ցավեր բուժել եւ դևեր հանել, նախապայմանը մեկն էր։ Տիրոջ շուրջը պիտի լինեն, այլ խոսքով Տիրոջ հետ պիտի լինեն։ Եվ սա շատ կարևոր է։ Տիրոջից հեռու, աղբյուրից հեռու չորանալու ենք։ Ինչքան էլ սաղարթախի ծառ եղի, հաստ արմատներով եւ բունով։ Եթե աղբյուրից հեռու ես, ի վերջո չորանալու ես, որպեսզի կարողանաս քո առաքելությունը կատարել, ավետարանել, ցավեր բուժել, դևեր հանել, պիտի առաջի բառը տեսեք, նա նշանակեց տարկեց 12-ին, որ իր շուրջը լինեն։ Էսա գաղտնիքը, այստեղից ամեն ինչ սկսում։ Եվ հետաքրքիր է, ինչու էր սա ասում, որովհետև եթե կհիշեք, նախորդ գլխում Քրիստոս ինչ ասեց, երբ որ իրեն մոտեցան նույն էլի փարիսեցիները եւ նաեւ Հովհաննեսի աշակերտները, ասաց, որ փեսան իրենցից պիտի վերցվի, չէ։ Հիմա հենց սա է պարագան, փեսան իրենցից վերցվելու է, ու քանի որ ինքը ասաց, ինքը գործնական քայլ է կատարում, որ երբ որ փեսան իրենցից վերցրի, իր տեղը, փեսայի տեղը, այսինքն Քրիստոսի տեղը մարդիկ լինեն։ Այստեղ նաև շատ կարևոր է, մանավանդ մեր շրջանում, մանավանդ բողոքականյան այս միջավայրի մեջ, որ 12 առաքյալները անգամ թիվը ինքնին շատ կարևոր ու խորհրդանշական է, ինչպես որ հետագայում տեսանք 5 տականում 12 ցեղերը։ Հիմա Քրիստոս 12 առաքյալ է նշանակում։ Եվ այս 12 առաքյալը պատահական չի ու միշտ այս մասին խոսում եմ, նորից շարունակելու եմ ասելու, որովհետև երբ որ Հուդան առաքելական իր իշխանությունից ընկավ, իր տեղը լրացվեց, որպեսզի 12-ը ամբողջական մնա, Մատաթյան եկավ։ Մենք գործ 1-ում ենք սա ընթերցում։ Հետաքրքիր նաև ուրիշ պարագ է։ Առաքյալները պարզ դեսպաններ չեն, որտեղ բառը ինքնին ապոստոլոս նշանակում է ինչ-որ չափով առաքյալ, դեսպան, մեկը, որին ուղարկում եմ։ Ես Մեսրոպին ուղարկում եմ ինչ-որ միտեղ։ Այսօրվա դեսպանը սահմանափակ իշխանություն ունի, սահմանափակ կարողություն ունի։ Իր հիմնական ambassador-ներն են։ Իր հիմնական գործը ինչ ասի, որ իմ ղեկավարը էս ասում, դու ինչ ես ասում։ Առաքյալը միայն դեսպանը չի, առաքյալը միայն ուղարկվածը չի, առաքյալը մեկն է, որ իշխանություն ունի, որ այսօրվա դեսպանը չունի, ինքը իշխանություն ունի, այն իշխանությունների ինչ որ իր տերը ուներ։ Ուրեմն փաստորեն առաքյալը իշխանություն ունեցող մարդ է ու սովորական դեսպան չի։ Եվ հետաքրքիր է, այստեղ ուզում էի այս կապն էլ տեսնել, որ ասում է նրանց ավետարանը կամ քարոզելու ուղարկեց եւ իշխանություն տվեց ցավերը բուժել եւ դևերը հանել։ Արդյոք ավետարանը քարոզելու եւ ցավ բուժելու ու դև հանելու միջև շղթա թե չէ, տեսնում ենք թե չէ, ես տեսնում եմ։ Որովհետեւ կարող եմ իմ կյանքով վկայել, մեզանից շատերը իրենց կյանքով էլ կարող են վկայել, երբ որ ավետարանը սկսում է քո կյանքում շոշափելի դառնալ եւ ցավերդ են բուժվում եւ դևերն են դուրս գալիս, այսինքն այդ փորձությունները, դժվարությունները, այսինքն առաքյալը ինչ էր անում, ավետարանը քարոզելով մաքրում ու բժշկում է շատերին։ Ու դրա համար հաճախ մենք միշտ փնտրում ենք այդ հրաշքը, որ ինչի առաքյալը սրան կամ նրան չի բուժում, եթե մենք իրապես մեր գործը առաքելությունը կատարենք ու ավետարանը ծանոթանանք, սերտենք
ու փոխանցենք մարդկանց։ Նախ մեր մեջ եւ հետո նաեւ դիմացինի մեջ կտեսնենք, թե ինչպես են աստիճանաբար եւ հոգու, եւ մտքի, եւ մարմնի ցավերը քչանում եւ այսպես կոչված դևերը դուրս գալիս, որովհետեւ ավետարանի լույսի մեջ խավար չի կարող մնալ։ Ու ինչու էր նաեւ վերջի միտքը դրեցի այստեղ կարեւոր, որ փաստորեն երբ որ Քրիստոս ասում է մի բան, ուսուցանում է, դա պիտի ինքը գործնականում փաստի։ Քրիստոս երբ որ ավետարանում էր հրաշք էր գործում, ասելով որ ես ինչ որ ասում եմ, գործնականում կատարում եմ։ Նույն առաքյալներին այդ իշխանությունը տվեց։ Ասել եւ անել։ Այսօր մեզանից յուրաքանչյուրին այդ իշխանությունը տալիս։ Եթե դու ասում ես, որ դու Քրիստոսի հետևորդն ես, ու դու չես անում Քրիստոսի հետևորդին, ուրեմն համապատասխան քայլ, դու ասում ես ու չես անում, դու առաքյալ չես։ Մեզանից ու դա շատ հաճախ ավելի դժվար է, քան հրաշք գործելը, որովհետեւ բարոյական կյանքով ապրելը անչափ դժվար է այսօրվա մեր հասարակության մեջ, որ չխաբես, որ չգողանաս, որ ազարտուղի ճանապարհներով չգնաս, որ քո արդար քրտինքով վաստակես, չփորձես բան ասել, չփորձես դժգոհել, չփորձես տրտնջալ։ Ես այս ամբողջ եթե վերցնենք, հավատացնում եմ ձեզ, շատ ավելի դժվար է, քան հրաշք գործելը, բայց ինչա դուրս գալիս, եթե մենք վերցրել ենք մեր խոսքով մեզ կոչում ենք քրիստոնյա, ուրեմն նաև գործով դա պիտի փաստենք։ Եվ հիմա անուններն է տալիս Քրիստոս կամ այս դեպքում Մարկոս ավետարանիչը, որը նորից շատ հետաքրքիր է ու նաև պիտի խնդրեմ, չգիտեմ մեզանից քանիսն է հիշում առաքյալների անունները, բայց նույնիսկ ցանկը, նույնիսկ հերթականությունն է շատ կարևոր, որտեղ սկսում է Պետրոսից, ավարտում է Հուդայով։ Եվ այս հերթականությունը հիշելը գոնե ինձ համար հեշտ է դառնում, երբ որ տրամաբանություն եմ այստեղ տեսնում։ Նախ ընթերցեմ։ Եվ Սիմոնի անունը Պետրոս դրեց, եւ Զեբեդեոսի որդու Հակոբոսի եւ նրա եղբոր Հովանեսի անունները դրեց Բեներեգես, որ նշանակվում է որոտման որդիներ։ Նաև Անդրեասին եւ Փիլիպոսին եւ Բարդողիմեոսին եւ Մաքսավոր Մաթեոսին եւ Թովմասին եւ Վալփեոսի որդի Հակոբոսին եւ Թադեոսին եւ Սիմոն Կանանացուն եւ Հուդա Իսկարիովտացուն, որ եւ նրան մատնեց։ Ղուկասի մեջ մի բառ կա, որը որ Մարկոսի մեջ չկա, ոչ միայն աշակերտ, այլ առաքյալ։ Ինչի մասին խոսեցինք։ Ղուկասը ասում է, իրենց կոչեց այս աշակերտներին, ընտրեց եւ կոչեց առաքյալ։ Ոչ թե պարզ աշակերտ, այլ արդեն առաքյալ։ Ու սա շատ կարևոր կետ է։ Ուրեմն տեսեք, առաջի 4 աշակերտները կան։ Պետրոսը, Անդրեասը, Հակոբոսը եւ Հովանեսը։ Իրենց մասին մենք առաջին հատվածում կարդացինք, երբ որ Քրիստոս գնաց եւ ընտրեց այս 4-ին։ Եվ իրենց մասին խոսենք, որովհետեւ այս 4-ից 3-ի անունները կարծես թե փոխում է Քրիստոս։ Բայց դրանից հետո հերթականությունն է շատ կարևոր, որովհետեւ դրանից հետո գալիս է Փիլիպոսը։ Հետո Բարդուղիմեոսը, որին Հովանես ավետարանիչը կոչում է Նաթանայել։ Այս երկուսը համաձայն Հովանու ավետարանի առաջիններն էին, որտեղ Հովանես 1-ի մեջ է երկուսի մասին խոսում, որ Քրիստոսին մոտեցան։ Ու հետաքրքրորեն Մարկոսը Հովանեսի ավետարանի այս մտայնությունը բերել է նաև իր ցանկի մեջ Փիլիպոսին ու Բարդուղիմեոսին առաջի 4-ից հետո է դնում, որ դառնում է 5 ու 6, որից հետո գալիս է Մաթեոսը ու հետո Թադեոսը։ Հետաքրքիր է, ինքը մի գլուխ առաջ այս Մաթեոս ով է ժողովուրդ։ Նույն Ղևին էր, չէ։ Ինքը Ղևի անունը տվեց։ Ասեց Ղևի, Մաթեոս անունը չտվեց, բայց այստեղ ինքը Մաթեոս անուն է տալիս եւ նաեւ ասում է Մաքսավոր, որ հասկանանք, որ այս նույն Ղևին է ու հետ մյուսը Թադեոսն է, որը նաեւ ուներ մեկ այլ անուն Հուդա։ Փաստորեն ինչ է դուրս գալիս, որ Բարդուղիմեոսը ուներ մեկ այլ անուն Նաթանայել, Մաթեոսը ուներ մեկ այլ անուն, որի անունը Ղևի էր, Թադեոսն էլ մեկ այլ անուն էր, որ Հուդա էր։ Սիմոն Կանանացին էլ ուներ մեկ այլ անուն, որ նախանձահույզ է, Ղուկասը իրեն կոչում, Zealot անգլերեն, եւ հետաքրքրորեն վերջինն էլ Հուդա Իսկարիովտացին է, որին մի միտք ավելացնում, ասում է, որ նրան մատնեց։ Այստեղ բոլդ եմ արել ու ասում եմ, որ նշեմ, որ Հուդային էլ Քրիստոս նույն իշխանությունը տվեց, եւ այստեղ շատ կարեւոր է, Քրիստոս Հուդային առանձին միտեղ չդրեց։ Ասես 11-ին ձեզ տալիս եմ, Հուդա դու են կողմ մնա։ Ինչ որ տվեց 11-ին, տվեց նաեւ Հուդային։ Ու այստեղ գիտեք ինչն է կարեւոր, որ հայրերը շատ են շեշտում, ուրեմն կարեւորը ոչ թե ունենալն է, այլ միջևերջ պահելու մնալն է։ Սա է գաղտնիք։ Մեզանից շատերը ունենք։
Աստված մեզանից յուրաքանչյուրին տվել է իր կարողության չափով։ Մեկին այսքան, մյուսին այսքան, բայց մեր կարողության չափով։ Եվ մենք ուրախանում ենք, որ ունենք, բայց արդյոք մենք չենք նմանվում Հուդային, եթե մենք չենք պահում իջև վերջ։ Եթե մենք ճանապարհի կեսից շեղվում ենք։ Հուդային խաբեցին 30 արծաթե կամ իր ցանկությունները, կամ իր արծաթասիրությունը։ Ինձ կարող է խաբի մի ուրիշ բան։ Երրորդին մի ուրիշ բան, գիրք, երրորդին, չորրորդին զայրույթ, կապ չունի ինչ անում։ Գաղտնիքը մի բանի մեջ է։ Արդյոք միջև վերջ պահում եմ այդ շնորհը, այդ իշխանությունը, որ Աստված ինձ տվել է, թե շեղվում եմ Հուդայի նման։ Ում էր պետք Հուդայի իշխանությունը, եթե նա պիտի շեղվեր ու միջև վերջ չպիտի պահեր։ Բայց այս կոնտեքստի մեջ նաև անվանափոխության մասին շատ կարևոր մտայնություն կա։ Ու պատահական չի, որ ավետարանիչը միանգամից ասում է Սիմոնի անունը Պետրոս դրեց։ Այս ընթացքում Սիմոնի անունը Պետրոս չի դնում, հետո է Սիմոնի անունը Պետրոս դնում։ Բայց ինքը հիմա նշում է այս մասին։ Բայց ինչի է նշում այս մասին, որովհետև անվանափոխությունը նախ խորհրդանիշ է նոր մարդու։ Այն ինչի մասին ինքը նախորդ գլխի մեջ էր խոսում։ Այս նոր մարդը Աստվածահաճո մարդն է։ Սիմոնը Աստվածահաճո մարդը չէր, Սիմոնը ձկնորսն էր, որը ձկնորսություն էր անում, երբ որ Քրիստոսին տեսավ, ասեց Տեր ինձնից հեռու գնա, ես մեղավոր մարդ եմ։ Բայց Պետրոսը, որը նաև կոչվում է Ժայր, արդեն Աստվածահաճո մարդն է, որը որ պիտի լինի առաքյալ։ Ու դրա համար մենք այս մասին էլի խոսեցինք, հայ եկեղեցում քահանաների անունները, հոգևորականի անունը փոխվում է, հին մարդը ու նոր մարդը։ Մենք էլ ունենք խորքի մեջ քրիստոնյաներին էլ ասում ենք ավազանի անուն։ Մկրտության ժամանակ է խորքի մեջ տրվել անունը եւ հաճախ դա տրվել է հոգևորականի կողմից, ոչ թե ծնողի։ Ավազանի անունը ինչ է։ Մենք հիմա այդ բառակապակցությունը ցավոք մոռացել ենք։ Այդ նորության ներողություն կամ Աստվածահաճո լինելու գաղափարը արդեն 5 տականանից կա։ Աբրահամի անունը փոխեց Աբրահամ, կամ Հակոբին ասեց Իսրայել։ Եվ գիտեք ինչն է այստեղ հետաքրքիրը։ Քրիստոս նաև այստեղ ինչ է մեզ սովորեցնում, որ 5 տակարանի Աստվածը, որ Աբրահամին դարձրեց Աբրահամ կամ Հակոբին Իսրայել, նույն ես եմ, որ Սիմոնին դարձրեցի Պետրոս կամ Սողոսին պիտի դարձնեմ Պողոս։ Նույն Աստվածն է։ Նույն, որտև Աստված է կատարում անվանափոխությունը, ու այս դեպքում մենք տեսնում ենք, որ Քրիստոս այդ նույն բանն անում։ Բայց ինչու որոտման որդիներ, որ այստեղ ենք հանդիպում, որոտումը գիտեք, thunder-ն է։ Մի քանի մեկնություն կա այս մասին։ Մեկը հետևյալն է, ու իմ կարծիքով ավելի հավանական է, որ Ղուկաս 9-ի մեջ ենք ընթերցում, երբ որ իրենք անցնում են Սամարիայի գյուղերով, սամարացիները իրանց չընդունեցին։ Քրիստոսին ու աշակերտներին չընդունեցին, ու այստեղ հետաքրքիր կերպար է Հակոբոս ու մանավանդ Հովհաննեսը, թե ինչքան են իրանք զայրացկոտ, որոտում կա իրանց մեջ, կայծակ կա, որ մոտենում են Քրիստոսին ու այս միտքն են ասում։ Երբ ասում են նրա աշակերտները Հակոբոս եւ Հովհաննես այդ տեսան, ասացին. Տեր, կամենում ես, որ ասենք, որ երկնքից կրակ իջնի ու բնաջին ջանի նրանց, ոչնչացնենք սրանց։ Սրանք մեզ չընդունեցին։ Եվ ինչն է հետաքրքիր, որ ասողը նաև Հովհաննեսն է։ Իսկ Հովհաննեսի թուղթը, թղթերը, որ մենք սերտեցինք միասնաբար երեքն է, սիրո թղթերն են, չէ՞։ Աստված սեր է, ով սեր չունի, անընդհատ սիրո մասին է Հովհաննեսը խոսում։ Ու այստեղ մենք տեսնում ենք, որ այս որոտման որդին, որ այսքան կատաղություն ուներ իր մեջ, որ ասում էր երկնքից կրակ իջեցնենք սրանց ոչնչացնենք, հետագայում դառնում է այդ սիրո ամենամեծ քարոզիչը։ Ու այստեղ շատ հստակ է, որ մենք տեսնում ենք, թե ինչպես է փոխվեց։ Իսկ մյուս իմաստը, թե ինչու որոտման որդին էր, որովհետև նույն Հովհաննեսը մենք կոչում ենք իրեն մեծ աստվածաբան, որովհետև իր ավետարանը տարբերվում է մյուս երեքից, ներառյալ Մարկոսից, որը որ ինչ է Աստծո խոսքի թելադրությունն է, եւ դրա համար ասում ենք որոտումը նաեւ խորհրդանշում է Աստծո խոսքը, որ հաճախ լսում է որոտումի տեսքով, որովհետև ուշադրություն դարձնենք, լինի մկրտության ժամանակ, լինի այլակերպության ժամանակ, երբ որ Աստված խոսում էր, կարծես որոտում լիներ, ձայնը շատ հզոր էր, նույնիսկ մենք սա տեսանք Ելից թղթում։ Սո ինչ է դուրս գալիս, որ այստեղ Եվսեբիոս Կեսարացին այս միտքը ասում 4-րդ դարի, որ կոչվեցին որոտման որդիներ, որտեղ Աստծո խոսքն էին քարոզում։
Այսօրվա նյութը այսքանն էր, բայց երկու նաև սլայդ ունեմ, որով նաև պիտի ավարտեմ, ինչպես որ ամեն անգամ ասում եմ, թղթերն էստեղ են, բանալի բառեր կան։ Եվ պարտադիր չի, որ բառերը մի քանի անգամ կրկնվեն, որ բանալի լինեն։ Եթե մի քանի անգամ կրկնվում է, հստակ է, որ ավետանիչ այդտեղ միտք ունի դնել։ Օրինակի համար, նախորդ անգամ նոր բառը 6 անգամ օգտագործեց։ Հստակ էր, որ ավետանիչ ուզում էր, որ մենք նորի վրա կենտրոնանանք։ Այստեղ ձեռք բառի վրա 4 անգամ կենտրոնանում է։ Ձեռք, 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 որպեսզի հասկանանք, որ սա պարզ բան չի, ավետանիչ ինչ որ իմաստ է տալի, որտեղ անընդհատ որ կարդում ես նույն բառը, ուրեմն ինչ որ բանի վրա ուզում է իմ ուշադրությունը դարձնել։ Բայց բառերը կան, որ կարող է մի անգամ օգտագործի, բայց կոնտեքստի մեջ այնքան կարևոր կենտրոնական տեղ գրավի, որ սրանք էլ դառնան բանալի բառ։ Օրինակ շաբաթը մի քանի տեղ օգտագործեց, բայց շաբաթը այստեղ բանալի բառ է, որտեղ Քրիստոս մի քանի անգամ շաբաթվա մասին է խոսում։ Հետո ժողովարանը կամ սինագոգը մի քանի անգամ խոսեց այս ամբողջ կոնտեքստի մեջ, որ հասկանանք։ Հետո աշակերտ կամ առաքյալ գաղափարը, որտեղ հիմա պիտի 12-ի մասին խոսա։ Հետո հոգևոր լռության մասին խոսեց եւ նրանք լռեցին։ Սա խիստ կարևոր մի հատ արտահայտություն էր։ Մյուսը սրտի կուրությունը, որ ինչքան ինքը կարևորեց ավետանիչը սրտի կուրության մասին խոսելով։ Մյուսը մենք տեսնում ենք փարիսեցիների կամ հերովդեսականների խմբի մասին։ Եվ այդ միտքը, որ ուզում էին Քրիստոսին կորստյան մատնել, այսօր էլ աշխարհը ուզում է Քրիստոսին ու Քրիստոսի եկեղեցուն կորստյան մատնի։ Ծովափն է շատ հետաքրքիր եւ լեռ բարձրանալն է շատ հետաքրքիր։ Եվ ինչպես միշտ փորձում եմ ավարտին իմ չափով այլաբանությունը տեսնել, որ խորքը տեսնել, թե այսօրվա նյութը մեզ ուր է տանում, իսկ խորքային վերլուծումը իմ գոնե հետեւյալն է, որից հետո անշուշտ մենք կբաժանվենք խմբերի եւ իրար հետ կփորձենք ավելի խորքային հասկանալ։ Հետեւյալն է, չորացած ձեռքով անձը Ադամ մարդն է, ով իր ձեռքով մեղ գործեց, երբ որ պտուղը քաղեց, եւ սպասում էր Հիսուսին, որ իրեն պիտի հրահանգեր ոտքի կանգնել մեղքի մեջ նստած լինելուց, առաջ գնալ եւ երկարել ձեռքը։ Չնայած մեծ ճնշումին Ադամ մարդը դա պիտի անի, որպեսզի բժշկվի եւ ուրիշի կարծիքի համար չապրի։ Տերը սինագոգից դուրս եկավ եւ գնաց հեթանոսների ծովը, այնտեղ եկեղեցու նավակը նստեց եւ հրավիրում է բոլորիս, որ ոչ միայն գանք դեպի նա եւ հավատով դիպչենք իրեն, այլ հետևենք իրեն։ Քրիստոս մեզ վերև է կանչում դեպի լեռ, որպեսզի տեսնենք ու հասկանանք իրական կյանքը վերևից, հետո ուղարկում է մեզ մարդկանց մեջ իշխանություն տալով եւ քարոզելու ու բժշկելու եւ հաղթահարելու չարին, որովհետեւ իրապես ունենք այդ իշխանությունը, քարոզենք, բժշկենք եւ չարին հաղթահարենք։ Եվ փաստորեն սա էր իմ կարծիքով այս մոտեցումը, որ բերեցի ու ինչու նաեւ դրեցի խորվիրապը եւ Արարատը, որտեղ վերջի ես մի քանի շաբաթ այդպես եմ անում, այս շաբաթը կոչվում է Արարատյան շաբաթ, որտեղ գիտեք տոներն էին, լուսավորչի հետ կապված, նունեի հետ կապված, մանե եւ այլն կույսերը եւ այս կիրակի օրվանից նաեւ բարեկենդանա լուսավորչի ու դրա համար ուզեցի նաեւ լուսավորչի մեր հրաշալի այս խորվիրապը դնել ու հետևը մեր վեհ մասիսը